Այսօր 2025 թվականի դեկտեմբերի 31-ին մենք ամփոփում ենք տարին, բայց մինչև ամփոփելը բոլորս պարտավոր ենք սևեռուն հայաց գցել մեր անցնող տարվա վրա եւ հասկանալ թե ինչ ենք արել ինքներս հայրենիքի համար։ Ես այս պահին գտնվում եմ վայրում, որտեղ բոլորը արել են ամենը, ինչ կարող էին անել առհասարակ հայրենիքի համար։ Այն առավելագույնը, որի շնորհիվ այսօր մենք ամփոփում ենք տարին։ Ես այս պահին գտնվում եմ Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Վայր, որտեղ անցած տարվանից սովորույթ եմ դարձրել ընկերներիս հետ այցելել եւ շնորհակալություն հայտնել բոլոր հերոսներին, ում շնորհիվ ամփոփում ենք տարին։ Այսօր ես ցանկանում եմ շատ կարճ անդրադարձ կատարել իմ երկու հերոս նահատակ եղբայրներին, ում շնորհիվ կարողանում եմ այսօր նույնպես տարին ամփոփել։ Մեկը իմ եղբայրներից Մերուժանն էր Գրիգորյան, նույն ինքը ընկերների եւ մեր բարեկամության շրջանում հայտնի Մոժը, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հադրութի շրջանում անմահացավ։ Նա իր խառնվածքով շատ ակտիվ երիտասարդ էր եւ պատերազմի դաշտում իրեն հռչակեցին որպես հրամանատար։ Ասեմ, նա կամավոր էր գնացել։ 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն ինքը բանակից զորացրվել էր։ Մինչև այդ 44-օրյային ապրիլյան քարորիայի ժամանակ Տավուշի շրջանում ակտիվ գործունեություն էր ծավալել, բայց 44-օրյային որպես կամավոր գնաց։ Նահանջի հրաման կար, բայց Մերուժանը չենթարկվեց նահանջին։ Ընկերներին ասեց, որ նահանջ չկա եւ հերոսական այդ ժամանակահատվածում շրջափակման մեջ անմահացավ։ Իսկ մյուս եղբայրս Արսենն էր Սարգսյան։ Ծնվել է 2001 թվականին, ի տարբերություն Մերուժանի ավելի երիտասարդ էր եւ հենց 2020 թվականին զորակոչվել էր բանակ։ Շուրջ 8 ամիս էր, որ ծառայում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Սեպտեմբերի 27-28-ին էլ իմ մյուս եղբայր Արսենը անմահացավ։ Արդեն Մարտակերտի շրջանում։ Իմ երկու հերոս եղբայրների մասին խոսելով միանշանակ ես չեմ կարող ստվեր գցել մյուս բոլոր հերոսների վրա եւ նույնիսկ ֆիզիկապես ու հոգեպես չեմ կարող բոլորին անդրադառնալ, բայց իմ երկու եղբայրներին անդրադարձ կատարելով փորձում եմ բոլորի անունը հիշատակը վարդ պահել եւ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում շնորհիվ այսօր մենք ամփոփում ենք տարին։